Լսիր, անասու, որ պատրաստ ես, գնաց այսօր Ղարաբաղցուն մորթես։ Այսօր Թուրքին պետք չի, որ ռակետաներով կամ ինչ-որ անօթաչուներով գաձես սրի քաշի։ Հերիքա մի հատ կեղծիկ բաց թողնի համացանց, ազգի մի կեսը պատրաստ է մյուս կեսին հոշոտի։ Խոսքը գնում է, նայեք, սա իմ անցած իմ հաղորդման արձագանքն է այն կապված այդ հադրութու հետ, որ իբր ռուսերեն լեզվով խոսում է, որ ինքը պատրաստ է հրամանը տա ռուսը գա կոտորի հայերին։ Ես վերլուծեցի, բացատրեցի, սա ավելի շուտ ադրբեջանական, ադրբեջանցու սարքած ինչ-որ մի հոլովակ է, որ ռուսալեզու հասարակության մեջ խայտարակի հայերին, պախարակի, ստորացնի։ Ու այդ ալիքը, որին միացան հենց նույն Եվրոպամետ, Նիկոլամետ այդ ուժերը բոլոր, որ ինձպես չվելուծեցին ու հակառակը սկսեցին տարածել այնպիսի վերնագրերով, որ իբր սա ղարաբաղցիները ինչքան վատն են։ Որ դուք այսօր նամանավանդ Facebook-ում պատրաստ եք իրար կոկորտ կրծել։ Ես կոմենտարիաներ կան հայհոյանքով, որ ընդհանրապես ջնջում եմ։ Այս ինչ ալիքա։ Ձեր կարծիքով մեկ հենց այդ բլոգերներ, որ սկսեցին տարածել եւ բարձրաձայնել, չէին կարող ինձպես վերլուծել։ Մեկը հենց այդ Արսենը, որ Վելիկայա Արմենիա գրում է, նա որ սկսեց այդ ամեն ինչը տարածել, նա ինչա ուղեղ չուներ վերլուծեր, որ այս մարդը Ղարաբաղցու ակցենտով չի խոսում։ Ղարաբաղցին իր ակցենտը միշտ պահում է։ Ես հղում արեցի ձեր տրամաբանության իմ անցած հաղորդման մեջ, որ դուք տրամաբան եք, որ հայը կովկասին ընդհանրապես ակցենտ ունի, որ չի կարողանում փոխել, էլի, նույն ռուսերենի մեջ մնում է, նույն ղարաբաղցին հայերեն խոսում է ակցենտով։ Դուք այսքանը չհասկացաք, որ դուք չեք հիշում օրինակ Ռոբերտ Քոչարյանին, նույն Սերժ Սարգսյան, Բակոս Սահակյան, նրանք ոնց են խոսում ռուսերեն, նրանց ակցենտը, որ այս մարդը չէր կարող 10 տարվա կամ 15 տարվա մեջ տենց վարժ սկսել խոսել ռուսերեն, դա անհնար է։ Ես այս ամեն ինչը ձեզ բացատրեցի, բայց տեսեք այդ վիժվածքները, որ սկսեցին այս ալիքը բարձրացնել ատելության, այս ձև չտրամաբանեցին։ Դուք հիմա մտածեք, թե ով է պառակտում ազգը, վերլուծեք, էլի հղում եմ անում ձեր տրամաբանությանը։ Ինչի իրանք ձեզ չփորձեցին ավելի ճիշտը բացատրեն։ Այսօր նույն թուրքը նայում է ադրբեջանցին թշնամին եւ ուրախանում։ Ասում ես հիմարներին կարելի է նույնիսկ ստերով, ընձևի ստեր պատմել, որ գնան իրանք իրար կոտորեն։ Այսօր նույն հայը, նույն Միացյալ Նահանգներում, հին հայը եկածը ու նոր եկածը պատրաստ են իրար կոկորտ կրծեն։ Այս ձև պառակտված է մեր ազգը։ Հայաստանի ներսում պատրաստ են օրինակ, գցենք, տաշիրականները գնան օրինակ նիկոլական զոմբիներին բնաջնջեն։ Այն զոմբիները պատրաստ են գնան քոչարյանական տաշիրականներից ազատագրեն Հայաստանը, արցախցիներից sense ասած։ Որտեղ նրանք դավաճան են, նրանք հայ սպանող են կամ այս ձևի դուք հենց վերլուծեք, թե ոնց են ձեզ պառակտում։ Ու այս պառակտվածությունը սա ընդհանուր օպերացիա է։ Նիկոլ Փաշինյանի եւ այս ներկա կամորայի մի ընդհանուր օպերացիան է։ Ձեր կարծիքով Սամվել Կարապետյանը օրինակ ձեռը քարիտակ էր, չէր կարող օրինակ նույն Ռուսաստանի հայերի միությունը համայնքը ֆինանսավորել ինչ որ մի նույն բլոգերների ինչ որ մի ալիքներ, որ կարողանային այդ կեղտիկի դեմը առնել, որ արևմտյան փողերով հենց այդ գրանտներով այսօր նույն թշնամին պառակտեց հայ ժողովրդին, պառակտեց, որ հեշտ իշխի, պառակտեց, որտեվ այդ ազգի համախմբումն է վտանգավոր, իսկ պառակտված ժողովրդին շատ հեշտ է տիրել, այդ պառակտված ժողովրդին շատ հեշտ է իշխանություններին մանիպուլացնել։ Այս ամեն ինչը չէր կարող Սամվել Կարապետյանն անել կամ Արա Աբրահամյանը Ռուսաստանից։ Երբ Ռուսաստանի ներսից ատելության խոսք էր տարածում այդ Ռուսաստանի հայերի նկատմամբ։ Հենց վերլուծեք ժողովուրդ, այլ ոչ թե իրար հոշոտեք։ Ու տեսեք, սա ամեն ինչ ընտրությունների նախաշեմին է այս ամեն ինչը արվում։ Ինչպես այս առիթից օգտվեց հենց էլի եմ ասում, այդ Նիկոլամետ այդ բլոգերներն ու ալիքները, որ սկսեցին տարածել, որ պարզապես ատելություն լինի Քոչարյանի բևեռի նկատմամբ։ Քոչարյանի Սամվել Կարապետյանի, ասենց ասած ռուսամետ։ Երբ իրականում այդ մարդը, ես համոզված եմ արդեն, որ ադրբեջանցի է եղել։ Սա ադրբեջանական պրոյեկտ ավելի հետաքրքիր կլինի։ Կարող է ուկրաինական ադրբեջանցիներ կամ
Որովհետև այդ երկրորդ լրագրողն էլ նա Ռուսաստանի ներսից չի լինի, Ռուսաստանի ներսում TikTok-ը չի աշխատում։ Իսկ սա TikTok-ով է գնացել, ընդհանրապես չի աշխատում։ Հենց որ այս ամեն ինչը ձեզ տեսեք մատի վրա պատտում են։ Մի նպատակով այս ընտրությունները առաջ։ Որ դուք իրար ատեք, դուք այս ազգը իրան դրել է իմաստուն ազգի տեղը, հրյա ազգին արա բան ասում։ Այդ հջուդին կարող է ինչ որ մեկը ասեց մի բանով պատտեր կամ խափեր, դուք ձեզ ասում եք իմաստուն ենք։ Նրանք են այսպես բաներ գցում իրար մեջ, տեսեք, արաբ ժողովուրդը չի կարողանում համախմբվի, իրար են գզում, տեսեք։ Այն մի արաբը նայում է, թե մյուս արաբը ոնց է կոտորվում, տեսեք, այն խելքը որտեղ է, ոչ թե դուք եք խելոք, դուք աշխարհի ամենաանասուն ազգն եք մենք։ Ես մեկ մտածում եմ, որտեղից էսքան անասուն էլի։ Ասում ես երևի են երբ Պարսից թուրքական լծի տակ ենք եղել։ Ես մեր լավ կանանց տղաներին տարել են հարեմներ ու յանիչար են սարքել, ինչքան ասենց դեֆեկտով սերունդ եղել է, թողել են տներում, նրանք էլ աճը բազմացել ու հիմա էսա գլուխ են բարձրացրել։ Հայտարարություն, ով գիտի անասունի հետ են կերակցել ու անասունի գնել են գրել։ Ոնց որ ամոթ է իրար հոշոտեք այս ձևի։ Մտածեք, լսեք քրիտիկական մտածելակերպը, հա, դա ինտելեկտի հետ է կապված։ Բայց այդ միացրեք ձեր ուղեղը, մտածեք, թե ձեզ ոնց են մատի վրա պատտում, ձեզ սարքել են լրիվ արա հիմա կոպիտ բառեր չասեմ էլի։ Տեսեք, մտածեք, թե ձեզ ովքեր են ձեզ մանիպուլացնում։ Ու էլ եմ ասում, մտածելու համար այս քրիտիկական մտածելակերպ զարգացրեք, այլ ոչ թե հիմարություններ։